Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Սթիվեն Չարնոկ, օր մարտի 12։ Որ նրա փառքի լույսը լինելով և նրա էության նկարագիրը, որ իր զորության խոսքով ամեն բան կրում է, մեր մեղքերի սրբությունն իրանով անելուց հետո, նստեց Աստծո մեծության աջ կողմը բարձրունքներումը։ Եբրայեցիս 1:3 խոսք։ Աստված նախքան մեր ներողամտությունը մերժելը, պետք է մերժի Քրիստոսի զոհաբերությունը, իսկ Աստված չի մերժի այն, ինչ իր որդին գնել է այդքան թանկ գնով, և այն, ինչ նա գնել է, մեզ համար էր, այլ ոչ թե իր համար։ Միթե Աստված շատերին չներեց Քրիստոսի մահից առաջ, և միթե չի ների հավատացող հոգիներին Քրիստոսի մահից հետո։ Ոմանք հաստատապես փրկվեցին Քրիստոսի գալուստից առաջ, ապա ինչ հիմքով։ Ոչ թե իրենց սեփական արդարության համար, քանզի մեր արդարությունը կեղտոտ շոր է Տիրոջ առաջ և չի կարող անսահման ողորմության արժանանալ, ոչ էլ օրենքով, որովհետև այն միայն մահ էր ազդարարում և միլիոնավոր մարդկանց դատապարտում, բայց երբեք մեկ մարդու համար ներում չէր հռչակում։ Միգուցե նրանց ջերմեռանդ աղաչանքներով։ Դրանք չէին կարող անսահման արդարությունը փոփոխելի դարձնել։ Արդարությունը դրված է հանցագործների աղաղակներից վեր, և եթե աղաչանքները կարողանային այն փոփոխել, ապա Աստված իր որդու արյան այդպիսի թանկին չէր վճարի այն առաջուց գործած մեղքերի թողության համար։ Հռովմայեցիս 3:25 խոսք։ Միթե Աստված ներեց վստահության հիման վրա, և միթե նա չի ների այդքան թանկին վճարելուց հետո։ Միթե նա չներեց, երբ կար միայն վճարման խոստումը, և հազարավոր տարիներ էին մնացել, մինչև այն կկատարվեր, և միթե նա չի ների ավելի շատ բան, քանի որ ամբողջ պարտքն արդեն իսկ վճարված է նրան։ Միթե Աստված կներեր մեղքը, երբ Քրիստոսը ոչինչ չուներ այն ապացուցելու համար, բայց հիմա, երբ նա արդեն իսկ ունի հրապարակային վկայություն և արդարացում, միթե նա չի ների ավելի շատ բան։ Տեսնելով, թե ինչպես է նա մաքրում մեզ մեղքերից կամ քավում դրանք իր մահով, մենք հասկանում ենք, որ սա նրա մեծարման հիմքն էր և մեր բնության մեջ Աստծո աջ կողմում նստելու պատիվը։ Սա հստակ ապացույց է այս զոհաբերությամբ շնորհված ներման մասին նրանց, ովքեր այն փնտրում են Աստծո սահմանած ճանապարհով, քանի որ Աստված արդեն իսկ ցույց է տվել, թե որքան հաճությամբ է ընդունել մեր Փրկչի զոհաբերությունը։